Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Երկիր մեդիայի եթերում մենք ենք մեր պատմություն հաղորդաշարն է։ Պատմության մեջ լինում են օրասական պահեր, երբ մարդուն զրկում են ամեն ինչից՝ տնից, ընտանիքից, ապագայից եւ նույնիսկ ապրելու տարրական իրավունքից։ Այդպիսի պահերին մնում է միայն մեկ ընտրություն՝ կամ հանձնվել դահճի ողորմածությանը, կամ կռվել զենքը ձեռքին, պաշտպանելով սեփական պատիվն ու տեսակը։ 1915 թվականը հայության համար դարձավ այդ սարսափելի ընտրության տարին։ Մինչ աշխարհը լռում էր, իսկ թուրքական հյաթաղանը հնձում էր ամեղ կյանքեր, արևմտյան Հայաստանի տարբեր անկյուններում բռնկվեցին ինքնապաշտպանության սուրբ կրակները։ Այսօր խոսենք այն մասին կամ նրանց մասին, որոնք ապացուցեցին, որ հայը չի գնում սպանդանոց որպես զոհ, նա կռվում է մինչև վերջին փամփուշտն ու վերջին շունչը։ Հայոց ցեղասպանությունը իր բնույթով, դաժանությամբ եւ ծավալներով անակնկալ էր արևմտայության համար։ Թուրքական կառավարությունը գործեց նենգորեն, նախապես զինաթափելով հայ տղամարդկանց եւ մեկուսացնելով մտավորականությանը։ Շատ վայրերում մարդիկ պարզապես չհասցրին ուշքի գալ, բայց այնտեղ, որտեղ կար կազմակերպված միտք եւ զենքի ուժ, պատմությունն այլ ընթացք ստացավ։ Ինքնապաշտպանությունը ռոք ռազմական գործողություն չէր։ Դա հայության ֆիզիկական եւ բարոյական հարության ճիշտն էր։ Վանից մինչև Մուսալեռ, Շապին Գարահիսարից մինչև Սասուն եւ Ուրֆա, հայ մարդը սրբագրեց իր ճակատագիրը, հազարավոր կյանքեր փրկելով անխուսափելի թվացող ոչնչացումից։ Ինքնապաշտպանության ամենափառահեղ եւ հաղթական էջը գրվեց Վանում։ Այստեղ հայությունը ոչ թե պարզապես պաշտպանվում էր, այլ կերտում էր իր պետականությունը։ Դաշնակցական նշանավոր գործիչ Արամ Մանուկյանի ոգով եւ հանճարեղ ղեկավարությամբ Վանը դարձավ անառիկ բերդ։ Ընդամենը 1500 հրացանով վանեցիները դիմագրավեցին նահանգապետ Ջևդեթի 12000-նոց կանոնավոր բանակին։ Այգեստանն ու քաղաքամեշը դարձան դիմադրության մեջնաբերդեր։ Մեկ ամիս տևած անհավասար մարտերից հետո մայիսի 3-ին թշնամին նահանջեց։ Վանը հաղթեց, փրկելով ավելի քան 150,000 հայերի կյանք։ Բայց Վանը միակը չէր։ Հայոց արծվապույն Սասունում Ռուբեն Տեր-Մինասյանի գլխավորությամբ 50,000 հայեր ամիսներ շարունակ հերոսաբար կռվեցին թուրքական կանոնավոր բանակի եւ քրդական հերոսակախմբերի դեմ։ Նույնիսկ երբ սպառվեց Պարեն ու զինամթերքը, Սասունցին չհանձնվեց, շարունակելով պայքարը լեռներում եւ անդառներում։ Ողբերգական եւ սրտաճմլիկ էր Մուշի գոյամարտը։ Հայդուկ Հաջի Հակոբ Կոտոյանը եւ նրա զինակիցները որոշեցին կամ ազատություն, կամ պատվավոր մահ։ Երբ թշնամին գերակշիռ ուժերով ճնշեց դիմադրությունը, Կոտոյանը հավատարիմ մնալով իր երդմանը մինչև վերջին գնդակը չհասնվեց թշնամուն։ Իսկ միջերկրականի ափին Մուսա լեռան հայերը գրեցին մի այլ պատմություն, որն անմահացավ համաշխարհային գրականության մեջ։ 4000 մարդ մերժելով գաղթի եւ մահվան հրամանը Եսայի Յաղոբյանի գլխավորությամբ բարձրացավ լեռը։ Նրանք ապացուցեցին, որ նույնիսկ անհուսալի թվացող իրավիճակում դիմադրությունը կարող է դաշնակիցներ գտնել։ Ֆրանսիական նավերը փրկեցին ավելի քան 4000 մուսալերցների, ովքեր պատրաստ էին մինչև վերջ կռվել իրենց հողի համար։ Մենք չենք կարող չհիշել նաև Շապին Գարահիսարի Ուրֆայի մարտիկներին։ Ղուկաս Տևլետյան, Մկրտիչ Յոթեղբարյան, այս անունները դարձան հայկական անկոտրում կամքի խորհրդանիշ։ Նրանք ամրոցների ավերակներում եւ պարիգատների վրա պաշտպանում էին հայկականության վերջին բեկորները, գերադասելով մահը ստրկությունից։ Այսօր մենք հաճախ ենք տալիս այն ծանր հարցը. իսկ ինչ կլիներ, եթե ինքնապաշտպանություն լիներ համատարած եւ ավելի վաղ կազմակերպված։ Պատմության փորձը հուշում է, հնարավոր կլիներ խուսափել ողբերգական այսպիսի ահռելի մասշտաբներից։ 1915-ի ինքնապաշտպանության դասերը մեզ համար կենսական են։ Առաջին դաս. ինքնապաշտպանությունը փրկության միակ երաշխիքն է։ Ինչպես տեսնում ենք այն վայրերում, որտեղ հայը զենք վերցրեց, փրկվածների թիվն անհամեմատ ավելի մեծ էր։ Մահը սարսափելի չէ, երբ այն ընդունում ես պատվով։ Երկրորդ դաս. միասնական ղեկավարման ուժը։ Վանի օրինակը ապացուցեց, որ կազմակերպված միտքը կարող է հաղթել թվային գերակայությանը։ Կազմակերպվածությունը կոտրում է թշնամու անակնկալի գործոնը։ Երրորդ դաս. դիմադրողին օգնում են
Եթե չլիներ Մուսալերան կռիվը, ֆրանսիական նավերը պարզապես կացնեին ափի մոտով։ Աշխարհը օգնության ձեռք է մեկնում միայն նրանց, ովքեր պատրաստ են պայքարել սեփական կյանքի համար։ 4-րդ դաս. պատրանքների կործանարարությունը։ Ողբերգության գլխավոր պատճառներից մեկը վստահությունն էր Օսմանյան սահմանադրությանը։ Ինքնապաշտպանությունը հենց այդ պատրանքից ձերբազատվելու արդյունքն էր, որը ցավոք շատ տեղերում ուշացած էր։ 5-րդ դաս. ինքնապաշտպանությունը պետականության հիմք է։ Առանց Վանի և Սասունի դիմադրության ոգու չէր լինի 1918 թվականի Սարդարապետը և մեր անկախ հանրապետությունը։ Ինքնապաշտպանական մարտերը մեր պատմության Գողգոթայի մեջ փայլող լույսի կանթեղներ են։ Դրանք մեզ հիշեցնում են, որ հայ երբեք չի պարտվում, քանի դեռ զենքը ձեռքին է և հավատը սրտում։ Մենք պարտավոր ենք հիշել յուրաքանչյուր մարտիկի, յուրաքանչյուր հայդուկի, ով իր կյանքի գնով կասեցրեց թուրքական յաթաղանը։ Այսօր մենք պետք է վերաիմաստավորենք 1915-ի դասը։ Զինված և համախմբված պայքարը փրկության միակ ճանապարհն են։ Պատմության դասերը միայն նրանց համար են, ովքեր ուզում են սովորել։ Շնորհակալություն ուշադրության համար։ Վերջում հավելեմ, որ մենք եք մեր պատմություն հաղորդաշարի այս և նախորդ թողարկումները կարող եք դիտել Երկիր մեդիայի YouTube-յան ալիքով։ Պահպանենք մեր պատմությունը, որպեսզի այն պահպանի մեզ։ Մնացեք խաղաղությամբ։